Պարոն Խաչատրյան, օրերս Երևանում երկու այսպես մեծ մասշտաբով գագաթնաժողովներ տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Ես կխնդրեմ նշեք, թե սա ինչ դրական ազդեցություն է թողնելու Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։ Երևի ճիշտ կներ կազմակերպիչներին այդ հարցը ուղղել։ Հայաստան-Եվրոպա մերձեցումը, Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր բոլոր իշխանությունների քաղաքականությունն է եղել։ 2015 թվականին ստորագրվել է անպարփակ եւ ընդլայնված համագործակցության գործընկերության համաձայնագիրը, եւ դա այն հիմնական ուղենիշային փաստաթուղթն է, որը կանոնակարգում Հայաստան-Եվրոպա հարաբերությունները։ Մնացած հարցերով պետք է դիմել։ Բայց ձեր գնահատմամբ ինչ է շահելու սրանից Հայաստան այս հարաբերություններից։ Իսկ Հայաստանը ինչ է ուզում շահի։ Հայաստանը պետք է կողմնորոշվի ինքը ինչ է ուզում։ Ոչ թե այսօրվա իշխանությունների նման մի աշխարհակաղակական բևեռից մյուս աշխարհակաղակական բևեռն իրան նետի։ Նաև մենք տեսանք, որ Ռուսաստանից արձագանքները կոշտ են եղել եւ նաև այստեղից Երևանից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է ասում, որ մայիսի 9-ին շքերթին երևալու են, օդում երևալու են Ուկրաինայի դրոններ, ուկրաինական դրոնները, սա պատերազմի սպառնալիք է։ Մի բան հասկանանք, էլի ես աշխարհի ամենավերջի մարդուն ես կուզեմ անդրադառնամ Զելենսկին, այդ հարցին ինձ տալիս եք, որ ես ինչ պատասխանեմ։ Վտանգներ չեք տեսնում Հայաստանի համար, որ թույլ են տալիս։ Կարծում եմ այն երկիրը ում սպառնացել է Զելենսկին, ինքը ինչ որ բան կանի Զելենսկու հայտարարությունների հետ կապված։ Ես կարծում եմ, որ Հայաստանը Զելենսկին չպետք է թույլ տար ընդհանրապես Երևանում իրան զգալ ինչպես Կիևում։ Վերջը հիշենք Զելենսկիի արձագանքը Արցախի հաղթապմանը եւ 44-օրյա պատերազմի արդյունքներին։ Պարոն Խաչատրյան, մինչ 18 թվականը ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի Հանրապետությունը եվրոպական տարբեր երկրների հետ, եւ նաեւ կխնդրեմ շեշտը դնեք Ֆրանսիայի հետ հարաբերություններին եւ նաեւ այն հանգամանքին, որ Ֆրանսիայի բոլոր նախագահները երբ այցելում էին Հայաստան, իրենց մոտ ավանդույթ էր, որ պարտադիր պիտի այցելեն նաեւ Մայրաթորթ, ինչը այս անգամ բացառություն էր, Էմանուել Մակրոնը չգնաց, չայցելեց Մայրաթորթ։ Ինչ հարաբերությունների մեջ է եղել Հայաստանը մինչ 2018 թվականը եվրոպական երկրների հետ։ Շատ դրական։ Եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ բազմաթիվ աշխատանքային, պաշտոնական եւ պետական այցերով այցելել են Հայաստանի Հանրապետություն։ Ժակ Շիրակն է այցելել, Սարկոզին է այցելել, Օլանդն է այցելել, ավելին ասեմ, Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում լավագույն կարգավորման առաջարկությունը, որը ներկայացվել էր հակամարտող կողմերին Քիվեստին 2001 թվականի ապրիլին, մշակվել է Փարիզում հունվար-մարտ ամիսներին Ժակ Շիրակի անմիջական մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ։ Հարաբերությունները միշտ եղել են բարձրագույն մակարդակի առանձնաշնորհյալ։ Այս մակարդակը, որը կա, դա Փաշինյան-Մակրոն զույգի մենաշնորհը չի եւ իրենց նպաստը չի, այսինքն իրենք անապատում այգեստան չեն կառուցել։ Նաև անդրադառնանք համապետական ընտրություններին, ինչ պատկեր ենք ունենալու, մենք հունիսի 7-ին, հունիսի 8-ին արդեն իշխանությունը վստահություն է հայտնում, որ իրենք 50 պլյուս ձայնով հաղթելու են ընդդիմությանը եւ նաեւ ընդդիմությանը բարբերաբար այսպես նշում է, որ եռագլուխներ են, փորձում են ընտրակաշառքով ժողովրդին մանիպուլացնել, ինչ պատկեր ենք ունենալու մենք։ Նիկոլ Փաշինյանը գնալու է տուն։ Իսկ պատերազմի եռագլուխ դևը Ալիև, Փաշինյան, Էրդողանն են։ Փաշինյանը սպառնում է, որ եթե ինքը չընտրվի, այն մյուս երկու դևերին կբերի մեր ժողովրդի վրա կռիվ։ Այսինքն մենք ինչ պարտավոր ենք Փաշինյանին Հուր Հավիցյանին դիմանալ։ Ոչ, ժողովուրդը պետք է ազատ կամքով գնա քվեարկի Փաշինյանին ուղարկի տուն, որովհետև քանի Փաշինյանը կա,
կա պատերազմի սպառնալիք։ Իսկ պատերազմը չի լինելու, եթե Ոչ։ ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, չհաղթի այս ընտրություններին։ Պատասխանեցի։ Եվ խաղաղության գործընթացը դուք ինչպես եք տեսնում, ինչպես եք շարունակելու ընդդիմությունը։ Որովհետև հիմնական թեզը, Այդ գործընթացը ամրագրող ինչ փաստաթուղթ կա։ Ստորագրված օրինական ուժի մեջ մտած։ Վաշինգտոնյան համաձայնագիրն է։ Նախաստորագրված փաստաթուղթ օրինական ուժի մեջ մտած փաստաթուղթ չի։ Դրանով իրանք մոլորեցնում են հասարակությանը։ Պատկերացրեք այդ փաստաթուղթը ստորագրվում է, գալիս է Հայաստան Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանը այդ փաստաթուղթը համարում է ապօրինի։ Այսինքն Հայաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող։ Ինչ են անել։ Ինչ են անել։ Վերաբանակցելու են, չէ՞։ Փաշինյանն ասում է կդնեմ եւս հանրաքվեի կդնեմ կփոխեմ Սահմանադրությունը։ Ժողովուրդն ասեց ոչ։ Մի անգամ էլ ադնում ժողովուրդն ասում է ոչ։ Մի անգամ էլ ադնում ժողովուրդն ասում է ոչ։ Ինչ են անելու այդ թղթով։ Ստորագրված փաստաթղթի պարագայում։ Իսկ ես խոսեմ ընդհանրապես նախաստորագրված թղթի կտորի մասին։ Ասում է դա փոփոխության ենթակա չի։ Ոչ չկա նման բան, սուտ է խափում են ժողովրդին։